Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարվում է։ Հեռուստասերիալը մոտենում է ավարտին, իսկ դա նշանակում է, որ հանգուցալուծումը մոտ է։ Մոտ ժամանակներում անպայման կհայտնենք վերջին սերիայի օրը, բայց մինչ այդ հեռուստասերիալում իրադարձությունների լարվածության պակաս չկա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպես է պատժվելու Արմոյի կերպարը, բայց Արմոն կարծեք թե գետնի տակն է անցել։ Նա հեռուստասերիալում չէ, իսկ սա նշանակում է, որ զարգացումներն առանց նրա են լինելու հավանաբար։ Կլինի հեռուստասերիալում շարունակությունն Արմոյի կերպարի, թե ոչ պաշտոնական հերքում կամ հաստատում դեռևս չկա, այնպես որ սպասենք վերջին ու ամենահետաքրքիր զարգացումներին։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները, ինչպես նաև հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները պարբերաբար նոր տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում սոցիալական ցանցի իրենց էջերում ու տեղադրում, թե ինչ է կատարվելու վերջին սերիաներում։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ են տեղի ունենալու, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Շատ հետաքրքիր նոր տեսանյութեր են գալու, այնպես որ միացեք մեզ։ Բաժանորդագրվեք ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանել և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Կրկին բարի օր, ես սուրճ եմ խմում ու շարժվում դեպի Վանաձոր, որովհետև այսօր ժամը 7-ին ունեմ ներկայացում Թումանյանի Անուշը, բեմադրությունը Վահե Շավերդյանի, բայց անկեղծ այսօր ընդհանրապես չեմ ուզում գնալ Երևանից, ուզում եմ խաղալ, ուզում եմ մտերիմներից տեսնել, բայց չեմ ուզում գնալ։ Ես այս տունը, այս բնակարանը, որտեղ ապրում եմ Երևանում, անչափ շատ եմ սիրում, շատ։ Ես չգիտեմ ոնց է մի օր այստեղից դուրս գալու։ Արդյոք ես դուրս կգամ և կգնամ այլ տուն։ Կարծում եմ ոչ։ Գիտեք ինչ արեցի։ Արդեն պատրաստ սուրճը պահեցի հոսող ջրի տակ, մտածելով, որ արդեն խմել եմ և պիտի բաժակ լվամ։ Բայց ոչ մի կում չէի արել։ Լավ, ավելի լավ է ես գնամ, ոնց որ թե Վանաձորը ջղայնացավ ինձ վրա։ Այո, մեր սերիալը եկել է հասել է իր տրամաբանական ավարտին, շատ լարված և հետաքրքիր սերիաներ են ձեզ սպասվում, բայց ես հիմա ամեն ինչ կպատմեմ, դուք կարող եք չնայել։ Ուրեմն, ահա և վերջ։ Իսկ ինչ վերաբերում է սանրվածքներին, այո, ես մազերս չոլկաս կտրել եմ, մազերից գույնը մի փոքր փոփոխել եմ, ճիշտ ասած ուզում էի ավելի կտրուկ փոփոխություն անել, բայց իմ վարսավիրը ինձ խղճաց։ Это очень интересный вопрос, и я на него, конечно же, отвечу. Самый мой странный талант – это умение отключаться даже в самых шумных местах. Я, как отключаться? Я ухожу в свои мысли и вообще не слышу, не вижу, даже не откликаюсь, когда даже по имени ко мне обращаются, и я так могу находиться в таком состоянии несколько минут. Или же я могу даже реагировать на собеседника, но абсолютно не слышать, о чем он говорит. И у него сложится впечатление, что я все слышу и все вижу. Вот такой у меня странный, можно назвать и талантом. Գիշերվա արդեն 1000-ն է, կարելի է տենց ասել, 12 ժամ պլաշատկայի վրա։ Բայց ես ոնց որ թե թարմ եմ մնացել։ Ես ավելի ուշ եմ եկել, բնականաբար ավելի թարմ ես։ Մի 10 տեսարանի տեղ ունեմ։ Անարդարը, ոչինչ տղես է։ 10 տեսարանի տեղ ունեմ, ավելացել։ Ոնց եմ զզվում ես Անիկից, իրաներն ենց ինչի ճարպիկի տեղ ա դրել, եղք։ Հա, ճարպիկի տեղ եմ դրել, որ լավ եմ արել։ Էլ ինչ, թզուկը դու ես, եղավ։ Այ քեզ բան։ Ես 1:60 եմ մինչ այլուց։ Heç թզուկ էլ չեմ։ Հա, ու մինչ այլուց ասեմ, որ թզուկներին պետք չի նեղացնել։ Նույնիսկ եթե ես թզուկ լինեի, ինչ կա թզուկների հետ։ Ով թզուկների հետ գործ ունի, թող ինձ հետ խոսա։
Так, ասма մարդասպանի պոչը բռնել է, մարդասպանը, մարդասպան, դու էլ մարդասպան, մարդասպանների ընտանիք, ինչ ասես չեն գրում, այ քեզ բան։ Վայ, ինչ ասեմ, լավ եմ անում, մարդս է պաշտպանում եմ, սխալվել է մի անգամ, հա, հետո ինչ, ով չի սխալվում։ Ես մտածում եմ, որ Անիկը ճիշտ է, ինչ ուզում եք ասեք, հա, միջարից մեկ էլ տարբեր եք Անիկին ու Մարիամ Դավթյանին, Մարիամ Դավթյանը ես եմ, Անիկը ինքն է, բայց տենց չի ինքը, լուրջ է, լիքը վատ բաներ է իր կյանքում եղել, ինչ կա, յախք Անիկ, յախք քեզ, եղավ, տենց